Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որեր ինձ ես։ Մարտի 18-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին գահակալության 25-րդ տարեդարձի կապակցությամբ հանձնվեց Մոսկվայի միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի առաջին կարգի իշխանության շնորհված Մոսկվայի եւ համայն Ռուսիա պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինի կողմից։ Ռուս եկեղեցու հովվապետը իր գնահատանքն է արտահայտել երկու եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում հայոց հայրապետի ունեցած նշանակալի ավանդի համար։ Շքանշանը հանձնելու համար Մայրաթոր էր ժամանել ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը, որը գլխավորում էր Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին։ Արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Մայրաթորի միաբաններ, հասարակական ու մշակութային գործիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Մայրաթորի վանական խորհրդի ատենապետ Նաթան arczepiskopos Հովանիսյանը։ Այնուհետև միտրոպոլիտ Անտոնին հրապարակեց Մոսկվայի եւ համայն Ռուսիա պատրիարքի շնորհավորական ուղերձը։ Արդի համաշխարհային մարտահրավերներին հանդիման մեր եկեղեցիներին շաղկապում են քրիստոնեական համերաշխությունը, փոխադարձ զորակցությունն ու գործակցությունը ավետարանական անանց գաղափարների պաշտպանության գործում։ Բարձրորեն գնահատում ենք ձեր մշտական բարի վերաբերմունքը ռուս ուղղափառ եկեղեցու եւ ռուսական հոգևոր ավանդության նկատմամբ, մասնավորապես ասվում է ուղերձում։ Совсем недавно его святейшество отметил. Վերջերս Նորին Սրբությունը նշել է գահակալության 4-րդ դարյա Հոբելյանը եւ Մոսկվայի ու համայն Ռուսիա Կիրիլ պատրիարքը այս նշանակալի առիթով մեր եկեղեցիների փոխհարաբերություններում ամենայն հայոց կաթողիկոսի մեծ ավանդի համար որոշեց նրան պարգևատրել ռուս ուղղափառ եկեղեցու բարձրագույն պարգևով Մոսկվայի միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի առաջին կարգի շքանշանով։ Այս պարգևը հանձնվում է առանձնահատուկ մեծ վաստակի, այդ թվում նաև միջկրոնական եւ միջքրիստոնեական երկխոսությունն ամրացնելու համար։ Մեծ պատիվ էր այսօր ինձ համար փոխանցել այդ պարգևը Նորին Սրբությանը, իբրև ուղղափառ եկեղեցու երախտագիտության նշան այն ամենի համար, որ վեհափառ հայրապետն արել եւ անում է մեր քույր եկեղեցիների միջև հարաբերություններն ամրացնելու գործում։ Կարծում եմ, որ այս հանգամանքը եւս մի ծանրակշիռ հաստատումն է այն բարձր գնահատանքի, որ ռուս ուղղափառ եկեղեցին տածում է մեր հարաբերությունները զորացնելու գործում Նորին Սրբության արժանինքների եւ անձնական վաստակի հանդեպ։ Ողջունում ենք ձեր ներկայությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Մոսկվայի միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի շքանշանի հանձնումից հետո իր օրհնության խոսքը ներկաներին բերեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ խորապես զգացված է իր հոգևոր եղբոր Կիրիլ պատրիարքի ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար, ինչն արտահայտությունն է երկու եկեղեցիների բազմադարյա գործակցության եւ սերտ հարաբերությունների, բազմամյա եղբայրական շփումների, նաեւ Ռուսաստանի պետական, հասարակական ու մշակութային կյանքում հայ համայնքի կարևոր ներդրումի։ Վեհափառ հայրապետը հաստատեց նաև, որ այդ կապերի ակունքներում հավատակից երկու ժողովուրդների պատմական առնչություններն են ու դարերով կոփված եղբայրությունը, որը շարունակաբար պետք է զորացվի ու ամրապնդվի նաև երկու եկեղեցիների համատեղ ջանքերով։ Աշխարհաքաղաքական բարդ զարգացումներով փոթորկված է համայն աշխարհը, նաև մեր երկրների ու ժողովուրդների կյանքը։ Վերջին տարիներին ծանր փորձությունների ու կորուստների միջով անցավ մեր ժողովուրդը։ Տակավին հաղթահարված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառած հետևանքները։ Մենք շնորհակալ ենք Նորին Սրբությանը եւ ռուս եկեղեցուն աղետալի պատերազմի օրերին հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության եւ մատուցված աղոթքների համար։ Երախտապարտ ենք դադիվանքի անխափան գործունեության եւ մեր միաբանների անվտանգության ապահովման ուղղությամբ Կիրիլ պատրիարքի գործադրած ջանքերի համար։ Վստահ ենք, որ ռուս եկեղեցին եւ Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն կարելի միջոցները գործադրել Արցախի հայկական հոգեվոր ժառանգության պահպանության, Արցախահայության հարազատ բնորան վերադարձի եւ Բաքվում գերության մեջ գտնվող այս օրերին շինծու դատավարության եւ անարդարության ենթարկվող Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակման ուղղությամբ նշեց վեհափառ հայրապետը։ Նորին Սրբությունը հավելեց, որ այս բարդ ժամանակներում ծանր ապրումների ու մտահոգությունների մեջ է եղել նաև Կիրիլ պատրիարքը, պայմանավորված պատմական ամենասերտ կապերով միմյանց հետ շաղկապված Ռուսաստանի եւ Ուկրաինայի եղբայր ժողովուրդների իր հավատավոր զավակների հակամարտությամբ եւ ուղղափառ եկեղեցու անդաստանում հառնած լրջագույն հիմնախնդիրներով։ Եվ ասեն Խաչիկո պատվականի դերեն գալ Զաղաչյանս մեր եկեղեցուով մեզ
Վերջում ամենայն հայոց հայրապետն աղոթք բարձրացրեց առաստված նորին սրբություն Կիրիլ Պատրիարքի կենաց արևշատության, արգասավոր գահակալության եւ ռուս ուղղափառ եկեղեցու պայծառության համար։ Մաղթեց նաեւ, որ ամենօղորմ Տերը զորավիք լինի երկու ժողովուրդներին պահելով ամուր հավատի ու ապագայի նկատմամբ լավատեսության մեջ, պարգևելով խաղաղություն, ապահովություն ու բարօրություն։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Հանդիսությունն ամփոփվեց Էջմիածիննի հորե շարականի կատարմամբ եւ վեհապար հայրապետի պահպանիչ աղոթքով։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Մարտի 25 Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին, քահանաներին եւ ծրագիրը ներկայացրեց դասընթացների պատասխանատու Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նորին սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով հոգևոր հայրերին գոհունակությամբ անդրադարձավ վերապատրաստման դասընթացների արդյունավետությանը, բարի արդյունքների համար գովեց դրանց պատասխանատու Վահան Սրբազանի եւ Հայր Շնորհքի նախանձախնդրությունը եւ նվիրումը։ Արժևորեց, որ դասընթացներում թե աստվածաբանական մտքի նոր զարգացումներին առնչվող գիտելիք է մատուցվում, թե հովվական առաքելությունն արդյունավոր իրագործելու նոր հմտություններ։ Բացի այդ, Տեր հայրերին հնարավորություն է ընձեռվում մի քանի շաբաթ ապրել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, մասնակցել միաբանական կյանքին եւ այդ շաբաթների ընթացքում կատարվող իրադարձություններին։ Դա հազվագյուտ առիթ է հատկապես հեռավոր համայնքներում ծառայող հոգևորականների համար, որոնք երբեմն մի քանի տարին մեկ են կարողանում հայրենիք եւ Մայրաթոր այցելել։ Հատկապես Սփյուռքի մեջ ծառայող հոգևորականների համար շատ կարեւոր է մեր անխախտ կապը հայրենիքին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, որովհետեւ Էջմիածինը մեր հայ ազգի Բեթլեհեմն է։ Էջմիածինը մեզ համար ներշնչանքի աղբյուր է, լույսի աղբյուր է եւ կարեւոր է, որ մենք ինքներս կրողները լինենք այդ Էջմիածնի կարեւոր առաքելության եւ օրհնության, որպեսզի կարողանանք դա նաեւ բաշխենք եւ փոխանցենք մեր հոտի զավակներին։ Հոգևորականներ կան, որ չեն կարողանում միշտ այցելել եւ այդ կապը Էջմիածնի հետ կարծես թե կտրվում է եւ սա մի կարեւոր առիթ էր, որ մենք կարողացանք կանք այստեղ Էջմիածնում նորոգվելու եւ հիշելու մեր եւ ուսանողական կյանքը եւ նաեւ մեր Էջմիածնի հետ այդ կապը ավելի ամրացնելու։ Դասընթացի մասնակից քահանաների անունից որդիական շնորհակալություն հայտնեց Զարեհ Ավագ քահանան, որ նորին սրբության օրհնությամբ կյանքի կոչված ծրագիրը իրենց մեկտեղեց հայոց հավատի բնորանում, որտեղ տեսան այնքան փոփոխված ու բարեզարդված հայոց Մայրաթորը։ Հայոց հովվապետը քահանա հայրերի հետ խոսեց նաև ազգային կյանքի խնդիրներից, կարևորեց ինքնությունը պահպանելու հոգևորականների անդուլ ջանքերը եւ պատգամեց նաև Սուրբ Էջմիածնի խորհրդով զորացած եկեղեցանվեր ծառայությամբ նպաստել հայրենիքի ու հայ ժողովրդի զավակների առջև ծառացած դժվարությունների հաղթահարմանը։ Հանդիպմանը նորին սրբությունը պատասխանեց նաև քահանաների հարցերին։ Դրանք առնչվում էին եկեղեցու կանոնական, ծիսական եւ հովվական կյանքին։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Երևանի Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներում ամեն հինգշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է նաեւ Խաչալվայի կամ Խաչահանգստի արարողություն։ Աղոթքով եւ խաչին նվիրված շարականների երգասացությամբ քահանան խաչով օրհնում է ջուրը, երկնային Տիրոջից խնդրելով հոգեվոր եւ մարմնավոր բժշկություն բոլոր նրանց համար, ովքեր կխմեն դրանից։ Արարողության ժամանակ ընթերցվում է նաև Եղիսե մարգարեի աղտոտված ջուրը մաքրելու եւ այն մարդկանց ու կենդանիների համար ըմպելի դարձնելու մասին հին կտակարանյան պատմությունը։ Մեր եկեղեցում շատ տոների եւ արարողությունների ժամանակ է, որ ջուր է օրհնվում։ Պատարագ, մկրտություն, Սուրբ Ծնունդ, տնօրհնեք, ոտընլվա եւ այլն։ Առհասարակ ջրի հրաշագործ հատկության մասին շատ սուրբգրային վկայություններ կան։ Մարդիկ այսօր էլ հավատում են օրհնված ջրի զորությանը եւ հոգեվոր ուրախություն ապրում դրանով։
Քրիստոս ասում է, չէ, ես եմ, ով որ գա դեպի ինձ, երբեք չի ծարավի, այսինքն նաև այդ խորհրդով է օրհնվում, ջուրը, որպեսզի մենք բոլորս այդ Քրիստոսի կյանք պարգևող այդ խոսքերի համաձայն մենք էլ կարողանանք այդ կյանքի ջուրը ունենալ։ Լուսահոգի Տեր Տաճատ Ավագ քահանա Դավիդյանի նախաձեռնությամբ եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ արդեն մի քանի տարի է շատ եկեղեցիներում կատարվում է խաչալվայի արարողությունը։ Հատկապես հիմա մեծ պահքի ընթացքում այն ավելի է կարևորվում հավատացյալների համար։ Այսօր եկեղեցում ընտանիքիս անդամների հետ եմ, բալիկիս հետ հաճախ եմ գալիս, մենք ամեն կիրակի պատարագի ենք մասնակցում, այժմ պահքի շրջանն է, լավագույն շրջան ինքնամաքրման։ Գիտեք, պահքի շրջանում հաղորդություն չենք ստանում եւ օրհնած ջուրը ոնց որ մխիթարանք լինի մեզ։ Մեզ բոլորիս, ով կարիք ունի, կարող եմ մի քիչ տալ, որպեսզի օրհնվենք, միշտ առողջ լինենք Աստծո օրհնանքի համար։ Սովորության համաձայն եկեղեցուց տարված օրհնված ջրով մարդիկ ցողում են նաև իրենց այգիները, տունը, մառանը, մսուրը, առատ հունձք եւ առողջ սերունդ ունենալու հավատով։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Տավուշի 13-րդ դարի Առաքելոտ վանքի եւ բնակավայրի մասին ծրագիրը հաղթել է Եվրոպանոստրա կազմակերպության 2025 թվականի մրցույթում եւ վանքն ու գյուղատեղին հայտարարվել են եվրոպական ժառանգության ամենավտանգված 7 հուշարձաններից մեկը։ Ծրագիրը Եվրոպանոստրային է ներկայացրել ավստրիացի հայագետ Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դումտրագուտը։ Գիտնականը Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի իր ղեկավարած հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրությունների լաբորատորիայի մասնակիցների հետ հետազոտել է Առաքելոտ վանական համալիրը եւ բնակատեղին եւ դրանք ներկայացրել է եվրոպական կառույցին իբրև հուշարձանախումբ։ Շուրջ 21 հուշարձանի ցանկ է կազմել, որում եկեղեցիներ, խաչքարեր, ձիթանք եւ այլ շինություններ են։ Հետազոտողների աչքից հեռու, նույնիսկ տեղացիների կողմից գրեթե մոռացված վանքի ու բնակավայրի ավերակները գրեթե ձուլվել են բնությանը, մինչդեռ միջնադարում այդտեղով է անցել Մետաքսի ճանապարհը։ Շահած ծրագրով նախատեսվում է Առաքելոտ վանքի ու հարակից տարածքի ամբողջական հետազոտություն, մաքրում եւ պահպանում, ինչպես նաեւ տեղական կարողությունների հզորացում, կրթության բարելավում եւ էկոտուրիզմի խթանում, որը ներառում է բնական եւ մշակութային ժառանգության պահպանումը։ Այս ամենը կատարվելու է տեղի բնակչության հետ եւ նրանց համար։ Ծրագիրը համայնքի մեջ հոգացու վերաբերմունք կձևավորի, դարձնելով նրան սեփական ժառանգության խնամակալը։ Շահած ծրագրին Եվրոպական զարգացման բանկը 10,000 եվրո է հատկացնելու։ Աջակցելու է նաև ֆինանսավորման հարցով այլ կառույցների դրամաշնորհներին դիմելիս։ Հերմինե Հակոբյան, եկեղեցական կյանք։ Երկու շաբաթ է Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջի նկարիչ վերականգնողների 4-րդ կուրսի ուսանողները Սուրբ Սարգիս առաջնորդարանի սրահում եկեղեցու կտավներն են վերականգնում։ Ավելի ճիշտ մաքրում են տարիների փոշուց ու կեղտից։ Երբ առաջին անգամ իհարկե հանդիպում ունեցա Նաթան Սրբազանի հետ, մենք խոսեցինք բազմաթիվ համագործակցությունների մասին, որպես օֆիցիալ համագործակցություն տեղի ունեցավ Սուրբ Սարգիս եկեղեցու հետ, երեխաներ ունեին 3 շաբաթյա պրակտիկա վերականգնման եւ մենք հատուկ գրությամբ դիմեցինք արդեն մայրաթոր, որպեսզի իրենք ըստ այդմի, այսինքն համակարգեն։ Ռեստավրացիայի բաժնի ղեկավար Սամվել Ենոքյանն ասում է, խմբին վստահված է միայն կտավների մաքրման աշխատանքը, իսկ ճաքեր, վնասվածքներ հայտնաբերելու դեպքում կտավները կհանձնվեն մասնագետներին։ Մինչև գործը սկսելը մի փոքր պրոբա բացելով արդեն հասկանալի է դառնում ինչ աշճանի կեղտոտություն է կտավների մակերեսը։ Հետնամասից սկսած շրջանակներից դիմացը բոլոր այդ մաքրման process-ը արվում է ոնց որ պետք է։ Խաչելություն, ոտնլվա, առաքյալների պատկերներ։ Կտավները պատկանում են տարբեր հեղինակների։ Ստեղծվել են հիմնականում 2000-ականներից հետո, իսկ նվիրատուները անհատ բարերարներ են, խաչքավորներ։ Նկարները շատ են, բայց եկեղեցու հենց սրահի մեջ 8 նկարներ կա, որոնք ավելի շատ վնասված են։ Իրենք մի քիչ ավելի ցածր են կախված։ Մեր ժողովուրդն էլ ցավոք սրտի սովորություն ունի, որ այդ նկարների առջև ոչ թե աղոտ կանի, այլ անպայման կպնի նկարին,
թաշկինակ են քսում, ձեռքն են քսում, հեռախոսներն են քսում, ինչ որ նկարներով հեռախոսներ են քսում եւ վնասում են նկարները։ Իրենք երբ առաջարկություն արեցին, մի քիչ մտածում եմ համաձայնում եմ, թե չհամաձայնում, բայց հետո իրենց աշխատանքները տեսնելուց հետո համոզվեցի, որովհետեւ իրենք ահագին աշխատանքների նկարներ են բերել մինչ մաքրելը եւ մաքրելուց հետո։ Եկեղեցու հետ համագործակցությունը քոլեջը սկսել է Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցուց, երբ հոգևոր հովվի արտոնությամբ մաքրել եւ վերականգնել է Քրիստոսին պատկերող սրբապատկերներից մեկը։ Քոլեջի ուսանողները որպես պրակտիկանտ այցելել են Էջմիածնի Մայր տաճար, հետևել որմնանկարների վերականգնման աշխատանքներին, ավագ գործընկերներից սովորել նրբություններն ու տեխնիկան։ Քոլեջի տնօրենն ասում է, Շարլ Ազնավուրի մշակույթի տունը վերականգնողներ պատրաստող միակ ուսումնական հաստատությունն է Հայաստանում։ Քոլեջում սովորեցնում են կոնսերվացման, պահպանման եւ վերականգնման տեխնիկաները, իսկ փորձաշրջան ուսանողներն անցնում են վերականգնմամբ զբաղվող հաստատություններում։ Անին օրինակ Հայաստանի պատմության թանգարանում փորձաշրջան է անցնում որպես խեցեղեն վերականգնող լաբորանտ։ Հույս ունի, որ թանգարանում աշխատանքի կանցնի։ Այս նկարները ինձ թվում է ավելի շատ մաշվածություն է, որտեվ ինքը ներքևից կախված է եղել, մարդկանց հպումից մաշվել են։ Սկզբից ոնց որ բոլորը գալիս են նկարչության, բայց հետագայում հասկանում ես, որ ավելի sense խորը շերտեր կան ու ավելի հետաքրքիր աշխարհ է։ Ես շատ սիրում եմ նկարչություն, բայց հետո ուսումնասիրելով մասնագիտությունը հասկացա, որ շատ հոգեհարազատ է ինձ ու ոնց բժիշկները բուժում են մարդկանց, մենք այդպես բուժում ենք արվեստը, կարելի ասել, այս դեպքում կտավները։ Տնօրենի առաջարկով մոտ ապագայում քոլեջի երգիչ ուսանողները կընդգրկվեն եկեղեցու երգչախմբերի կազմերում։ Եկեղեցու հետ համագործակցությունը քոլեջը փորձում է երկարաժամկետ դարձնել։ Մենք լինելու ենք նաև մայրաթորում, որտեղ որ կտավներ են վերականգնվում եւ նաև որոշակի, այսինքն ինչ որ կտորներ եւս կվերականգնվեն, չգիտեմ, դա պատրված վարագույրներ կլինեն, ինչ որ պահված հագուստների կտորներ կլինեն։ Այսինքն սա ավարտելուց հետո մեր աշխատանքը շարունակվում է մայրաթորի հետ եւ երեխաները երկու շաբաթ եւս կլինեն այնտեղ։ Վերականգնող դասախոսը եկեղեցում ցույց է տալիս արդեն մաքրված սրբապատկերները։ Ասում է տարիների ծխից ու կեղտից տուժել են հատկապես առաքյալների սրբապատկերները։ Լուսանկարներում պարզ երևում է երիտասարդների աշխատանքի արդյունքը։ Յուրաքանչյուր կտավի վրա աշխատանքը տևում է 1-ից 2 շաբաթ, կախված աղտոտվածության աստիճանից։ Ապագա վերականգնողները եւս 1 շաբաթ կանցկացնեն առաջնորդարանում։ Անուշ Արաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։